Կար մի բան, որը ես ուզում էի ձեզ ասել։ Ասեք։ Հիմա ասեք, խնդրում եմ ձեզ հանկարծ նորից չորոշեք ինձ խնայել։ Ուղղակի ես վստահ չեմ, որ Միքայելը Հենրիին ասել է այն ինչը, որ ես էի ուզում ձեզ ասել։ Ոչինչ, ասեք այն ինչ որ դուք գիտեք, որովհետև ցանկացած ինֆորմացիա կարող օգնի ինձ։ Բայց նաև կարող է խանգարել, չէ՞։ Դրա համար էլ ես քեզ խնդրում եմ, ոչ մի բան մի արա, ուղղակի սպասի։ Ինչի սպասեմ։ Դուք իմ վիճակը չեք տեսնում։ Տեսնում եմ, բալես ոնց չեմ տեսնում։ Բայց հիմա միակ բանը, որ մենք կարող ենք անել, այդ սպասելն է։ Դու տուն գնա, հա։ Չեմ կարող։ Չեմ կարող միջև Հենրիին չտեսնեմ ու չգրկեմ։ Ես իրան եմ սիրում, ինքն էլ ինձ։ Բալես, իմ աղջիկ կանուշս, սիրունս, դու Հենրին չեք կարող միասին լինել։ Ինչ։ Ու դեռ ասում եք, որ հանգստություն պահպանեմ։ Պարզից էլ պարզ է, որ դուք գիտեք, թե ինչ է ասվել Հենրիին։ Արի, սենց անենք։ Դու հիմա գնում ես տուն։ Ու եթե մոտորերս Հենրին չհայտնվեց ու քո հետ չխոսեց, ես քո հետ կխոսեմ, հա։ Աղաչում եմ ձեզ։ Հիմա խոսեք։ Չեմ կարող։ Հիմա չեմ կարող, մի ստիպի, որ ես Հենրիից առաջ անցնեմ։ Տուն գնա, Բալես, գոնե այս դժվար պահին ծնողներիդ կողքին եղի։ Այ քեզ բան, շատ հետաքրքիր է։ Սրանք, որ ինտրիգ չունենան, չեն կարող ապրեն։ Չնայած ոնց կարող են ինտրիգ չունենալ։ Այնքան կեղտոտ գործերի մեջ են, որ մաքուր կյանքը սրանց համար չի։ Դե, փաստորեն չեն ամուսնացել։ Հիմա էլ Հենրին չկա։ Պետք է նրան Միքայելից շուտ գտնել։ Ամոթ իմ քրոջը, որ այս ինֆորմացիայի համար պիտի ումասը զանգեմ։ Ալո, Կարո, մենակ չասես, որ քնած ես, այս ժամին ով ա քնում, որ դու քնես, մանավանդ, որ ընկերդ հետը տա։ Չէ, ձյաց Բագրատ ջան, քնածը քնած չէի, բայց ինչ ընկերոջ մասին է խոսքը։ Հենրին այդ տղա ինչ ես միամիտ ձևանում։ Ձյաց Բագրատ, չեմ էլ հիշում վերջին անգամ երբ եմ Հենրիին տեսել։ Դու հիմա լուրջ ես խոսում։ Հա, չեմ տեսել, բայց լսել եմ, որ լավ խառն է։ Պապա զանգում հիմա էլ։ Ես ասում եմ, դա երկար խոսում ես։ Ասում եմ, դա խոսում ես ժամին։ Աշկի Հենրիի հետ է։ Այս շքան մարդ է զանգել։ Ինչ եք ուզում եզնից։ Հիմա ինչ անեմ, պապայիդ պատասխանեմ։ Ես պապա չունեմ, քեզ եմ տալիս։ Հիմա ինչ պատասխանեմ, թե չէ։ Կարող դու գիտես, ինչ ուզում ես արա։ Լավ, տեղը չեմ ասի։ Խոսամ, որ հանկարծ չկհասկացան իմ հետ ես։ Հա, ձյաձ Միքայել։ Դժվար ես վերցնում հեռախոսը։ Մի հատ տուր Հենրիին։ Ձյաձ Միքայել ջան, ինչ եք ձենձենի տվել։ Հերթով զանգում Հենրի եք հարցնում ու չգիտեմ խի մտածում եք, որ իմ հետ է։ Ինչի։
Բաց ինձնից էլ ով ման գալիս։ Ձյաձ Բագրատը։ Շակալինն այ։ Չասեցիր, չէ՞ որ հետը տա։ Դուք թողեցիք, որ Հենրին իմ հետ լինի։ Անես չխառնեցիք մեր հարաբերությունները, որ աղբերս կողս լիներ։ Տղա ջան, հեռախոսը տուր Հենրիին։ Ձյաձ Միքայել ջան, Հենրին ինձ հետ չի։ Ես չգիտեմ ինչ ա եղել, որ բոլորով Հենրին եք ման գալիս։ Բայց ես ամենավերջի մարդը կլինեմ, ում Հենրին օգնության կդիմի։ Այ բալասուր է իրես գիշերվա կեսին։ Քեզ մեզանից մի հեռացրու։ Պատնեշ մի ստեղծի մեր միջև Աբելինը։ Ես հասկանում եմ դու վատ ես, բայց իմացի մենք էլ քո հետ ենք տառապում։ Կներեք պատճառած տառապանքի համար։ Ավակ ինչ անենք, ինչով օգնենք մեր երեխուն, ինչ անենք, որ ես վիճակից դուրս գա։ Գնա մոտ է։ Մայրս միգուցե քեզ վստահի, պատմի, խոսի հետդ։ Սենց թաց էլ պարկեց։ Չնայած խեղճ հարիվը սնեց վիճակում չի, որ թացն ջուր ջոգի։ Ես չջոկեցի ստեղովում բարեկամնա։ Ոնց որ հնկական կինո լինի, սաղ իրար քուր ու աղբեր դուրս եկան։ Այդ նրանց է, որ ձյաձ Միքոյան ջահել ժամանակ լավ էլ ֆրֆրացել է։ Շունը տիրոջը չի ճանաչում։ Փաստորեն Անգելինան ձյաձ Միքոյի աղջիկն է։ Ասում եմ ու չեմ հավատում։ Ախր հեչ նման չի։ Ես ավելի նման եմ ձյաձ Միքոյին։ Կարող է պարզվի ես ու Հենրին աղբերներ ենք։ Ինչ շաշ բաներ եմ մտածում, բայց այս տղեն շատ է մեղքս գալիս։ Իմ աղջիկ անուշս, սիրունս, դու Հենրին չեք կարող միասին լինել։ Դարձել եմ խեղկատակ, բոլորը ծաղրում են, միակ բանը, որ ասում են, չեք կարող միասին լինել, բայց չեմ բարեհաճում պատճառը բանել իրենց ասածը։ Ինչ անեմ քո համար, բալես, ինչ անեմ, որ մի քիչ կոնե լավ լինես։ Աննա Բագրատովնայի հետ խոսացի, ասաց, որ չենք կարող միասին լինենք, բայց պատճառը նորից չասեց։ Հանդիպել եք։ Բայց իզուր, որովհետև ոչ մի բան չի ասում,
բոլորդ համատարած ասում եք չեք կարա միասին լինեք։ Այ Անգելինա, սիրունջը։ Ինչ մահացու մեղք եմ ես գործել, որ չեմ կարա սիրեմ ու սիրվեմ։ Դու ոչ մի մեղք չես գործել։ Ուրեմն ասա մամ, գոնե դու ասա, ինչի չենք կարա ես ու Հենրին միասին լինենք։ Ուրիշների գործած մեղքի պատճառով։ Ուր էիր։ Մամա, ինչի զանգերից չէիր պատասխանում։ Երեխոցս լուր կա։ Մեզ նայելով չի երևում, որ չկա։ Իսկ ինչքան ենք նստելու սպասենք։ Մինչև երեխեն իրան մի վնաս տա։ Ինչեր ես ասում, բալա, Աստված շանի։ Մամա, գոնե դու մի բան ասա։ Էդ ինչ ա իմացել Հերին, էդ ինչը կարող էր սենց ծայրահեղ քայլի դրթել իրան։ Լավ, ոչ մի բառ չեմ ասի, այսպես լռեք, կսպասենք մինչև Միքայելն ու Հենրին գան ու բացատրեն, թե ինչ ա կատարվել։ Եթե ինքը ես անգամ էլ լռեց, ես հաստատ չեմ լռելու։ Ու Աստված չանի, որ Միքայելը առանց Հենրիի տուն գա։ Միքայելը կգտնի իր որդուն։ Պարտավոր ա գտնել։ Այ բալա դու ուր էիր գնացել, մենք էլ գիտենք տանն ես։ Գնացել էի Անգելինային տեսնելու։ Այդ երեխան սարսափելի վիճակում ա ու ես չեմ կարողանում իր տառապանքները տեսնել։ Դե բա որ չէիր կարողանում տեսնել, չգնայիր, չտեսնեիր։ Մենք երեխուն շատ մեծ ցավ ենք պատճառել։ Ու ոչ մեկ իրավունք չուներ իր զգացմունքների հետ խաղալ։ Ես չէի կարող չգնալ ու չտեսնել։ Իսկ քեզ ինչ տվեց այդ հանդիպումը։ Կարողացար բացատրեիր։ Հենրին ինչի դիմեց փախուստի։ Չէ, բա։ Չկարողացա։ Ոչ մի նորմալ մարդին փոխարեն չէր կարողանա։ Անգելինա չգնաս, չգնաս։ Անգելինա!
Հեն ինչ եղավ աղբերս։ Լալ։ Հա, աղբերս, ոչինչ բան չկա։ Երազի մեջ է, երազ էր տենում։ Քնի աղբերս, քնի հանգստացի։ Դու մտածում ես, որ մամայի այդ վիճակը կապված է մեր հետ։ Այն գաղտնիքի հետ, որը ուզում էր ասեր։ Մամայի այդ վիճակի պատճառը պապան է։ Իրանք իրար հետ վիճել են, արդյունքն էլ էդ է։ Իսկ մեզ հետ կապված ինչ կա։ Ինչ ուզում ա լինի, մենք մեր պսակադրությունը անելու ենք։ Այդ ինչ պիտի լինի, որ մեզ բաժանի։ Խոստացի անգել։ Խոստացի, որ ինչա լինի, մենք չենք հրաժարվի իրարից։ Խոստանում եմ։ Չէ, որ այս ամեն ինչը կեղծ լիներ։ Ոչ ոք ինձ չի համոզի, որ դու խաղում էիր։ Դու էլ իմ նման ինչ-որ մեկի զոհն ես դարձել։ Ես հավատում եմ քեզ, Հենրի։ Ու ոչ ոք չի գողանա այդ վստահությունը։ Ես սպասում եմ քեզ։ Հենրի։ 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 Ես ու գնաց այս տղեները։ Մի շաշ բան չանի գլխին։ Արա դե ասա հալա ջան դու ժամանակ թար լողանալու։ Հենրի։ Հենրի։ Վայ Հենրի, Հենրի։ Ուզում եմ ազատվեմ այս բոլոր ցավերից ու մտքերից, այս բոլոր ապրումներից։ Ուզում եմ էլ ոչ մի բան չզգամ։ Պապես ինչ արեցիր։ Ոնց կարայի ես քրոջս հետ հարաբերություն սարքեի։ Սիրեի նրան, այն սիրով, որ ես եմ սիրում։ Ու հետո նրա հետ վարվելն այնքան դաժան, որքան դու ինձ հետ վարվեցիր։ Ես չեմ կարա տեսնեմ ոնց ես տանջվում։ Ես պետք է քեզ ասեմ ճշմարտությունը, հա, ինչքան էլ ցավոտ լինի պիտի ասեմ։ Ժամանակ չկա համբերելու, ուր ա երեխեն, ինչ ես մենակ եկել։ Սպասին է մի րոպե, համբերի, թող խոսի մարդը։ Աննա ջան, վալես համբերի տեսնենք Միքայելը ինչ է ասում։ Հա, լավ է, որ հավաքվել եք։ Բոլորիդ կարևոր բան ունեմ ասելու։ Թորանսը բան չի ղայտա։ Ինչ ա եղել երեխուն։ Թե Հենրին ուրա, չգիտեմ, չեմ կարա ասեմ։ Այլ տեղ չեմ թողել։ Որտեղ ասես ման եմ եկել, չկա։ Բոլորից հավաքեցիր, որ էդ ասես։ Պապ, նորմալ չի, որ չեն կարողանում Հենրիին գտնել։ Կգտնեմ։ Ոնց ուզում ա լինի կգտնեմ, ինչ գնով ուզում ա լինի կգտնեմ։ Ամբողջ գիշեր ինչ էիր անում։ Ման էի գալիս,
Բայց չեմ գտել։ Ոնց որ ես ամբողջ պատմությունը սարքեցիր, տենց էլ գնա երեխուն գտի ու տուն չգաս, մինչև չգտնես։ Աննա, կարաս սուս մնաս։ Վերջապես կարող ենք իմանալ ինչա կատարվում, պապ։ Կարող ես, բալես։ Իհարկե կարող ես։ Անգելինան հորդ աղջիկն է։ Ինչ է նշանակում Անգելինան հորս աղջիկն է, մամ։ Հայ Աստված իմ։ Ոնց կարա տենց բան լինի։ Ճիշտ կլինի այդ հարցը պապայիդ տաս։ Դրա պատասխանը մենակ ինքը ունի։ Բայ Միքո, լարի որը դες քաշը, շան տղա։ Սուտը ստի վրա ես բարդում, որ ինչ այդ տղա։ Ինչ ես քեզ ավելի թաղում պրոբլեմների մեջ։ Վառանցեն էլ մինչև կոկորտդ խրված ես։ Դու դրանով բոլորիս ես խոցել, պապ։ Դու մեր ընտանիքի լիարժեքությունն ես կոտրել։ Ու ես չեմ կարա ձևացնեմ, որ ամեն ինչ նորմալ է։ Որովհետև այս տեսակ ճշմարտությունները գրեթե չեն մարսվում։ Փաստորեն տարիներ շարունակ խաբել ես մեզ։ Եթե լռել եմ, չնշանակում, որ խաբել եմ։ Երբեմն լռելը ավելի մեծ հանցանք է։ Ասա, որ կատակ ես անում։ Դե Էրիկա, չեմ պատրաստվում սեղ կանգնեմ ու ինչ որ մեկի առաջ արդարանամ։ Ունենք են ինչ-որ ունենք։ Իզից հասնում էր ձեզ տեղյակ պահել, պահեցի։ Ու ես ողբի վերջը տվեք։ Իսկ չես կարծում, որ մի քիչ ուշ ես տեղյակ պահում։ Ասեմ ավելին, եթե Հենրի ու Անգելինայի կապը չլիներ, մենք սրա մասին երբեք էլ չէինք իմանա։ Խորհուրդ եմ տալիս շատ չխորանալ մանրամասների մեջ, որովհետև այդ անցյալը ոչ մեկից լավ տեղ չի տանում։ Անց որ ընդունեք իրականությունը այնպեսին, ինչպեսին որ կա։ Ու անցեք առաջ։ Իսկ դու ինչի չես խոսում, պապի։ Լուր կանգնել ես չես խառնվում։ Ինչ ասեմ, բալես։ Եթե իմանամ իմ խոսելը ինչ-որ բան կփոխի, կխոսեմ, կասեմ։ Բայց ինչպես ասում է Միքայելը, պետք է հարմարվենք իրականության հետ։ Չես կգժվեմ այս տան գաղտնիքներից։ Հասուն տարիքում քեզ քույր եմ նվիրել։ Էլի դժգոհ ես։ Դու դեռ կատակում ես, պապ։ Իհարկե, բալես։ Պապատ միշտ էլ կատակում է։ Փակի մի հատ այս թեման։ Ես բաժանվում եմ քեզնից։ Ես էլ քո հետ նույն հարկի տակ չեմ կարող ապրել ու իմ համբերությունն էլ սահման ունի։ Կներես ինձ հրեշտակս, ցանկությունս շատ մեծ է, բայց չեմ կարում, ես հորս չափ դաժան չեմ կարա լինեմ, հատկապես քո հանդեպ, իմ համար կրկնակի դժվար կլինի, եթե ինպես տառապես
ու զգաս այն ամենը, ինչ ես հիմա եմ զգում։ Հավատա, սրանից ավելի դաժան բան չկա։ Դրա համար ավելի լավ է մնաս ինձ սպասելով։ Իմ անգել, որովհետև բոլորն են մնալու ինձ սպասելով։ Ինչ կա, բաբս։ Ոչ մի նոր բան։ Բա ինչ ես պատրաստում անել։ Դուրս գալ նստել տան շեմին եւ սպասել մեկինով չի գալիս։ Ախր ինչքան կարող ես տենց կյանքդ սպասելով վատնես։ Արդեն իմ սպասելով էլ եմ ձեզ խանգարում, հա։ Կարամ չշնչեմ ընդհանրապես։ Չնայած ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Կարաք ճանապարհ գտնեք ու սպասելուց էլ ինձ զրկեք։ Ինչի մեծ հետ վարվեցիր, Հենրի։ Ծիծաղելի բան կար ասածներից մեջ։ Ասածդ ոտից գլուխ ծիծաղելի էր։ Լավ է, որ ես իրավիճակում դեռ կարողանում ես ուրախանալ։ Դե որ լավ է, ուրեմն գնա սենյակ, որ այդ թթված դեմքդ չտեսնեմ հանկարծ։ Դու էիր մնացել պակաս ինձ բաժանվելով վախացնեիր։ Ես չեմ վախացնում։ Ես քեզ տեղյակ եմ պահում, որ հետո հանկարծ անակնկալի չգաս։ Դու պարտադիր ուզում ես մարդկանց մոտ ես ինձ ցույց տամ, թե ինչի եմ ընդունակ կատաղած ժամանակը։ Իսկ կարող է երկուսդ էլ լռեք մի հատ։ Վերջ տվեկի է, բայց քեզ բան, պես ինչ նորություն է։ Ոչ մեզ կա, ոչ ոքր կա, ոչ հարգանք կա։ Կարաս լռես, Միքայել։ Բալես ջուր բերեմ։ Չէ, չեմ ուզում։ Աղբորդ աղջկան հավաքի տարվերև, քանի կարողանում ինձ զսպել։ Մեկ էլ եթե ուզում է, թող չայ խմի, որ հանգստանա։ Արի գնանք Բալես։ Ես քո որոշման վրա ազդել չեմ կարող։ Դու հասուն կին ես, ինքդ ես որոշում։ Ինչ համես, ոնց համես։ Բայց մի խորհուրդ կարող եմ տալ։ Դու հաշվի չես առնում Հենրի գոյությունը։ Պապ, դու լավ գիտես, թե ով է Հենրին իմ համար։ Իսկ դու չես կարծում, որ սա այն պահը չի, որ թողնես, չեմ ասում գնաս, փախչես։ Պապ, ինչ ճիշտ է ասում։ Խնդրում եմ գոնե սպասի, մինչև Հենրին գտնենք։ Փակվել է սենյակում ու դուրս չի գալիս։ Փորձեցի հետը խոսել, չստացվեց։ Անգելինայի պահվածքը ինձ շատ անհանգստացնում։ Խոսի հետը։ Միգուցե քեզ լսի։ Ինձ էլ չի լսում։ Ասացի գոնե մի բան կեր, հրաժարվում է։ Երեկվանից բան չի կերել։ Որ երեխու վիճակը տեսնում եմ, սիրտս կտոր-կտոր ա լինում, ինչքան կարա տանջվի, ինչքան կարա տառապի, ու չգիտեմ ինչ անեմ, ինչով օգնեմ։ Քիչ ամնում գնամ ու ամբողջ ճշմարտությունը պատմեմ։ Գժվել ես, Վիկա։ Այսքան կռիվ տվեցինք, այսքան բան հանդուրժեցինք, բոլորին իրար խառնեցինք, որ հիմա մի վարքանում ասես ու ամեն ինչ հոտս ցնդի։
Ինչքան տանջվի, ինչքան տարապի։ Հասկանում ես, Անգելինան երբեք Հենրիին չի մոռանալու, անվերջ սպասելու է։ Ժամանակն ամեն ինչ իր տեղ կգցի։ Կարևորը այս փուլը պատվով հաղթահարենք։ Այս պատմության մեջ պատիվ չի մնացել։ Տենց մի ասա։ Մենք ստիպված գնացինք այս քայլին։ Ինչ, թողենք աղբեր ու քուրը ամուսնանային, ով էլ իմանա ճշմարտությունը մեզ չի մեղադրի։ Եթե իմանա, բայց փաստացի մեր երեխան չգիտի ճշմարտությունը ու միայն մեզ է մեղադրում։ Տեսնում ես, չէ՞ ինչ գոհա իրանից, ոտից գլուխի ես ասեր ու կեղծ։ Մեկ ինձ թվում է, որ Միքայելը ընդհանրապես երբեք ոչ մեկին չի սիրել ու այսքան տարի մենակ ձևացրել է, որ սիրում է ինձ։ Վերջացրու։ Ինչ, բայց Միքայելը քեզ շատ է սիրում։ Սիրող մարդը չի դավաճանում։ Այս ամեն արդեն իմ ուժերից վեր է, ես էլ չեմ ուզում հանդուրժել։ Բալես, իսկ հանուն արդարության չես ուզում պատճառների մեջ խորանաս։ Հիշիր ոնց է կարես դու։ Միքայելը քեզ ներեց։ Տարիներ շարունակ լուռ մնաց։ Նույնիսկ հորը մի բառ չասեց։ Երիքա էլի հորքուր։ Ինչքան կարելի է երեսով տալ։ Այդ իրա որոշումն է եղել, կարող էր եւ չընդունել։ Չէ, Բալես։ Տարիներ են անցել։ Ձենը տակ տեղից է գալիս։ Ես որ հիշում եմ այդ օրերը սարսափում եմ։ Ի տարբերություն իրա ես հենց սկզբից էլ հանկեղծ եմ եղել։ Հենց առաջին ամուսնական գիշերն եմ պատմել ամեն ինչն հենց ոնց որ կա։ Չնայած այն մարդուն, որ իր սեփական երեխայից է հրաժարվել, ինչ ասես։ Բա ինչ աներ։ Բերեր տուն։ Առանց էլ ձեր ընտանիքը մազից էր կախված։ Մեր ընտանիքը միշտ մազից կախված եղել։ Կներես իհարկե, Բալես, բայց ազնիվ եղի, այդ լարվածությունը քեզնից է եկել։ Երևի, որովհետև ընտանիքի հիմքը պետք է սերը լինի, ոչ թե ստիպված ամուսնությունը։ Սխալ ես մտածում, Բալես, Միքայելը ամեն ինչ արել է քո համար, սիրել ու սիրում է քեզ։ Այդ զողությունն էլ է հանում քեզ գնացել։ Դե բա շատ լավ է։ Այս մեղքն էլ իմ վրա բարդեք։ Այս տանը տենց է, չէ՞, ինչ լինում է, վերջում պարզվում է ես էի մեղավոր։ Չէ, Օրգուր։ Իր անցյալի միակ պատասխանատուն ինքն է։ Այդ մարդն ինչ աներ։ Ինչ աներ, որ քեզնից բացի բոլոր պատահած կանայք անպետք են եղել։ Իսկ այդ ոնց է լինում, որ իրան հանդիպած բոլոր կանայք բանի պետք չեն։ Հենրիի մայրը հասկացանք, փողի դիմաց թողել գնացել է, բա Անգելինայի մայրը ուր է։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ես էի ուզում։ Դե բա ինչ անեի։ Սուտ կա որ փրկում։ Սուտել կա ավելի խորած, ավելի բարդացնում։ Պապ ինչ ես խորհուրդ տալի, ինչ ասեի։ Ոչ էի ասելու քո երեխեն է։ Ու կյանքում չէի թողի, որ Հենրին ամուսնանար հետը։ Ուրիշ ձև չկար։ Մնում էր միակ տարբերակը, որ արեցի։ Արի ասեմ, դու կարաս լավ սեյդալի սցենար գրես։ Ենա գրողները գրում են էլի։ Ես ավելի լավ գիրք կգրեմ վերջում։ Համահեղինակ գրնեք։ Գնամ Ֆայնայի մոտ։ Չնեղացնես էլ։ Չէ։
Չեմ ուզում, որ ինձնից հիասթափվես։ Այդ մի բանին հաստատ չեմ դիմանա։ Ինձնից լավ գիտես, որ իմ համար ուրիշ աշխարհ ես։ Իմ պատկերացրած իդեալական հոր կերպարը փշուր եղավ։ Ինչի՞։ Մտածում էիր հայրդ սուրբ, հա։ Սուրբ չէ։ Բայց գոնե ոչ այսքանը պապ։ Ֆայնա, ինձնից լավ գիտես իմ ու մորդ հարաբերությունները, չեմ ուզում եմ ծեծված տեքստերը անդադար ասեմ, որ ես ու մամատ այդքան էլ իրար հետ հաշտ ու համերաշխ չենք կարողացել ապրել եւ ես իմ հետաքրքրությունները ուրիշ տեղեր եմ մանեկել։ Միևնույնն անընդունելի է, որ դու մեզ խաբել ես։ Բա ինչ անե, եթե երեխուն գրկած գայի, ասեի ինչ ասեի։ Ծանոթացեք սա իմ երեխան, հա։ Չգիտեմ։ Ես էլ ոչ մի բան չգիտեմ։ Մի անհանգստացի, շատ մի մտածի։ Ոչինչ։ Ժամանակա պետք է։ Ամեն ինչ ոնց պետքա կհասկանաս։ Հիմա երկար ես նստելու այդ ուռենու տակ, թե վերջապես կկանգնես։ Ձեր միջև արունակցական կապ կա։ Հիմա հասկանում եմ ինչի էիք բոլորդ իրար խառնվել։ Գոնե խիղճ ունենայիք շուտ ասեիք, չէինք հասցնի իրար հետ այսքան կապվել։ Անգելինան քուրը կա։ Ինչ արեցիր, պապ։ Ինչի կյանքս գլխի վայր շրջեցիր։